Առաջարկում ենք մի նոր ծրագիր սկսել, որը վերաբերելու է Ղարաբաղից տեղանված մեր հայրենակիցներին, ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որ մենք տրամադրում ենք եւ առիթը օգտագործելով որոշ վիճակագրությունը կներկայացնեմ ընթացքում, բայց իրենց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով չեն կարողանալու, դրանք հիմնականում փոքրաթիվ այն ընտանիքներն են, 1-ից մինչև 3 անդամ ունեցող, ովքեր ունեն օրինակ խորը հաշմանդամության կարգ կամ ծանր հաշմանդամության կարգ կամ տարիքով պայմանավորված բարձր տարիքի են եւ մենք նրանց այլընտրանք ենք առաջարկում այս ծրագրով։ Այլընտրանքը կայանում է հետեւյալում, որ եթե նրանք բավարարում են այնուամենայնիվ այն բոլոր պայմաններին, որոնք որ թույլ են տալիս նրանց օգտվել հավաստագրից, դա հիմնականում քաղաքացիության պահանջն է մեր, բայց չեն կարողանալու, որովհետև այդ գումարը քիչ է լինելու, ասենք մի հոգանոց ընտանիք է կամ 2 հոգանոց եւ նույնիսկ այն իրենց ամենաբարձր թվով գումարով հավաստագիրը չեն կարողանալու իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, որպես հերթացուցակում, որպես պոտենցիալ այդ բնակարանային ֆոնդի շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով, 10 տարի ժամանակով։ 10 տարվա ընթացքում, եթե իրենց բնակության մոտ գտնվող եւ իրենց կենսական շահերին մոտ գտնվող վայրում մենք կունենանք սոցիալական բնակարան, մենք նրանց առաջարկելու ենք որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան, որպես ավելի կայուն ապրելու վայր, եթե նրանք կհրաժարվեն այդ պահին, ապա կզրկվեն այդ միջոցառումից, եթե նրանք կհամաձայնվեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բնակարանային ֆոնդում։ Ես ուզում եմ նշել կոնկրետ պայմանները, որ տեսակի, այսինքն որ մեր քաղաքացիներ, որ այդ շահառուներին է վերաբերելու, ուրեմն խոսքը այնպիսի ընտանիքների մասն է, որոնք բաղկացած են միայն անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը եւ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, այսինքն օրինակ մի հոգի կարող է լինել 40 տարեկան եւ ունենա առաջի խմբի հաշմանդամություն եւ մյուս ընտանիքի անդամը լինի 60 տարեկան եւ սրա այս նախագծի տրամաբանությունն է, որ այդ քաղաքացիները հավանաբար չեն կարողանալու աշխատել եւ օրինակ հավելյալ միջոցներ գեներացնել, որը պետք է լինի նաեւ օրինակ այդ ավել գումարը վճարել հիպոթեկի, որը որ մի մասը մենք ենք տալիս, մի մասն է սովորաբար քաղաքացիներն են վերցնում, այս մի տեսակ կարգավորումն է, մյուսը Եթե 2 հոգանոց ընտանիք է, նրանց գումարային տարիքը չի գերազանցում 115 տարին եւ եթե ամեն յուրաքանչյուր անձի հաշվով հաշվենք, օրինակ մի քաղաքացին 57 տարեկան է եւ մյուսը 59 է, եւ եթե 3 հոգանոց ընտանիք է, ապա չի գերազանցում 175 տարին։ Եվ սրանով մենք փաստորեն նաև լուծում ենք այդ փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման հարցը, բայց միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, մի քանի այլ որոշումներ են կայացրել, որոնք կարևոր են ըստ համատեքստում արձանագրել։ Դուք գիտեք, որ մենք հիմա շարունակում ենք հազարավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների դեռևս աջակցել կեցության եւ այլ ծախսերը իրենց փոխհատուցելով 30,000 դրամների չափով եւ այս պայդրությամբ դրանք 44,000-ից ավել քաղաքացիներ են եւ նաեւ հավելյալ 40,000 եւ 10,000 դրամ ավել աջակցելով են քաղաքացիներին, որոնց մեկ շնչի հաշվով եկամուտը ցածր է 55,000 դրամից, դրանք էլ մոտ 6,000 քաղաքացիներ են։ Այդ ծրագիրը ավարտվում է դեկտեմբերի 31-ին եւ մենք մեկ այլ որոշումով երկարացնում ենք այդ ծրագիրը մինչեւ 2026 թվականի վերջ։ Սա նաեւ փոխկապակցված է այս նախորդ ծրագրի հետ, որովհետեւ երբ որ քաղաքացիները արդեն կդառնան կամ բնակապահովման ծրագրի կամ այս երկարատև վարձակալության ծրագրի շահառու, ապա այս աջակցությունը կարծես թե պետք է դադարի։ Եվ մեկ ուրիշ որոշում էլ կա, պարոն վարչապետ, մի քիչ շատ է ստացվում, բայց քանի որ այլ տարբերակ չունենք զեկուցվող ասելու, դա էլ ասեմ, մի նոր ծրագիր էլ ենք ներդնում Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածությունը խթանելու, այսինքն ամբողջությամբ նոր ծրագիր ենք կրկին ներդնում այն քաղաքացիների համար, ովքեր որ օգտվել են մեր բնակապահովման ծրագրից, հետևել տրամաբանությամբ, փոքր բիզնես հիմնելու տրամաբանությամբ, որպեսզի
որպեսզի կարողանան իրենք իրենց կենսագործունեությունը հոգալ եւ նաեւ եթե անհրաժեշտություն կա հավելյալ էլի վարկային միջոցներ օրինակ վերցնել ավելի շատ ավելի բարձր արժեքով տուն ձեռք բերելու քան մեր հավաստագրերն են։ Այս ծրագրի իմաստը կարճատև հետեւյալն է, մի քանի 3 կոմպոնենտ ունի՝ բիզնես ուսուցման դասընթացներ մինչև 300,000 դրամի չափով աջակցությունով, շահառուի 12 ամիս բիզնես ուղեկցում ամսական 60,000 դրամի չափով եւ նաեւ կապիտալ ներդրման փոխհատուցում ծախսի 70%-ի չափով, բայց ոչ ավել քան 2 միլիոն դրամը, եւ այս ծրագիրը նպատակ ունի իրականացվել պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջոցով, այսինքն մենք մարդուն գումարը չենք տալիս, բիզնես անգլերեն ասած բիզնես քոչինգ, որ ասում են, այդ կազմակերպությունները պետքա այս ծրագիրը անեն, ու սրա նաեւ մոտիվը մեր այսպիսի ծրագիր անելու եւ նաեւ մյուս զբաղվածության ծրագրերը անելու այն է, որ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում հավաստագիրը ստանում եւ իրացնում են այն քաղաքացիները, որոնք ունեն զբաղվածություն եւ նաեւ կենտրոնացած են հիմնականում այն մարզերում, որտեղ որ զբաղվածությունը հնարավոր է ավելի հեշտ ստանալ, այսինքն դրանք հիմնականում Երևան, Երևանամերձ մարզերն են եւ այդ նաեւ մեզ թույլ է տալիս խթանել բնակապահովման ծրագրի իրացվելությունը, թույլ տալով ավելի շատ զբաղվածության գործիքներ ունենալ։